Ինչպիսին է ձեր տեսլականը կամ արդյոք կիսում եք կառավարության այն մոտեցումները, որոնք վերջին տարիներին իրականացվել են։ Փոխարենը մենք լսեցինք, որ դուք կներեք ձևակերպման համար մի փոքր սրտնեղած անվերջ եւ անդադար խոսում եք հեծից։ Վստահ եմ հայտնի Ոչիլի անեկդոտը գիտեք, որ ով ինչից հարցնում է, խոսում է Ոչիլի մասին։ Այդ տպավորությունն էր եւ բոլոր պատասխանները գալիս էին եւ հանգում էին մեկ կետի հեծի։ Ինձ մոտ մի պահ տպավորություն էր, որ պարոն Ռոմանոս Պետրոսյանի համար կրտսեր օգնականի քաստինգ են անում, բայց քավլիցի այդպես չէ եւ չեմ կարծում, որ օգնականի հաստիկում ձեզ դիտարկենք։ Իդեպ պարոն Ղազինյան, ինչով է պայմանավորված, որ Ռոմանոս Պետրոսյանի անունը չեք բարձրաձայնում ամբիոնից։ Ամեն ինչ խոսում եք, հենց գալիս էր անունին էր հասնում, ասում եք, թե դուք գիտեք այդ մարդու անունը անձին։ Միթե այդպես միգուցե ես հասկանում եմ, որ անձնապես ձեզ համար, ձեր քաղաքական թիմի համար, ձեր բիզնես շահերը ներկայացնող անձանց համար Ռոմանոս Պետրոսյանի բացահայտումները իրապես մղձավանջ են դարձել եւ անունը բարձրաձայնելը իրապես խնդիր է ձեզ համար։ Երբ որ դուք ասում եք մենք հետևողական ենք եղել եւ այնպիսի հավելագրումներ, որոնք տեղի են ունեցել, Տիկին Բաղդասյան, Ուժեղ Հայաստանի հարգելի գործընկերներ, խնդրում եմ լսել ամբիոնից ելույթ ունեցողների եւ չաղմկել։ Համեցեք։ Փաստորեն պարոն Պետրոսյանի անուն լսելը տարօրինակ ճղաձգումներ են առաջացնում Ուժեղ Հայաստանում։ Հանդարտվեք։ Փաստորեն այն հանգամանքը, որ մենք խոսում ենք տարբեր հավելագրումների մասին, եւ դպրոցներ, մանկապարտեզներ, զորամաս, պարզվում է անգամ 102 ռազմաբազա, դուք ասում եք մենք կապ չունենք։ Այդտեղ գործել է պարոն Ղազինյան, հստակ համակարգ, որովհետև ինչպես գործընկերս ճիշտ նկատեց, չեն եղել բարձրաձայնումներ։ Տես մատնանշում եք, որ դուք Գյումրիում մեկ մանկապարտեզի հետ կապված խնդիր է եղել, դեպքին ծանոթ չեմ, բայց մենք չենք վարանել եւ այդ մասին խոսել ենք եւ այժմ քրեական գործընթաց է տեղի ունենում։ Իսկ ինչու դուք չեք խոսել։ Որովհետև տարիներ շարունակ Հայաստանում գործել է մի համակարգ։ Կներեք օտարահունչ բառի համար արենդատորների համակարգը, որոնք տարբեր ժամանակահատվածներում, հատկապես ընտրական գործընթացներում, ձեզ եւ ձեզ հարող քաղաքական ուժերին ծառայություն են մատուցել։ Որովհետև ցուցակագրված անձին եւ համակարգեր։ Եվ գիտեք հայաստանյան ընտրական համակարգում ժամանակին արենդատոր ասվածը հարց լուծող էր։ Եվ դրա համար դուք տարբեր տեղերում աչք փակում եք այն ապօրինություններին, որոնք իրենք թույլ էին տվել։ Եվ դա եղել է համակարգային բնույթ գրող։ Այժմ վերադառնալով բուն թեմային, ուզում եմ նշել, որ ձեր մոտեցումներում ես որևէ կերպ չնշմարեցի, թե ինչպես եք տեսնում դուք Հայաստանում համաչափ զարգացումը։ Մեզ համար եւ մեր քաղաքական ուժի համար ինդեքսով, փոստային ինդեքսով պայմանավորված չի որևէ բնակավայրի զարգացումը։ Եւ մեզ համար համաչափ զարգացումը ոչ միայն տեսլական է, այլ իրական գործելավոճ։ Տիկին Յոլյանը թվեր նշեց, Տիկին Յոլյան 2017-ից առ այսօր համայնքային բյուջեները քանի անգամ են աճել։ Եթե չգիտեք, տեղեկացնեմ, եռապատկվել են։ Եվ եռապատկվել են նաև տեղական турքերի եւ հարկերի հավաքագրման արդյունքում, որովհետև ժամանակին որոշ արտոնյալներ, որոնք շարժական գույք օրինակ տանում գրանցում են ինչ-որ մի փոքր համայնքի վրա եւ գույքահարկ չեն մուծվում, այժմ չկա այդ ինստիտուտը եւ հրաշքով ու պատահականությամբ այդ նույն անձինք նաև հեծու ոչինչ չէին մուծում։ Հայաստանում գործում էր լավ տղա ինստիտուտը, այդ ինստիտուտը այլևս չկա։ Ինչպես գիտեք, վերջին տարիներին անշարժ գույքը նույնպես հարկերը ձևավորված նույնպես մոտքագրվում են տեղական բյուջե։ Եվ սա է պատճառը, որ տեղական բյուջեներով հնարավորություն կա ավել գործ անելու։ Գործընկերները խոսում են 30 տարիների մասին, ես ասեմ, որ համայնքներում մենք ունենք ճանապարհներ, ենթակառուցվածքներ, որոնք 50 տարով չեն կառուցվել։ Ես ընդհանրեն առաջարկում եմ ձեզ ոչ թե նախընտրական շրջանակներում այցելել համայնքներ եւ իհարկե այն համայնքները, որտեղից դուք շատ ձայն եք տարել, նվիրել կոմբայններ եւ ինչ-որ այլ գյուղտեխնիկա, այլ ընդհանրապես շրջահայաց լինել եւ տեսնել, թե Հայաստանում ինչ ծավալի աշխատանք է կատարվել եւ ինչ փոփոխություններ են տեղի ունեցել համայնքներում, ենթակառուցվածքներ, ճանապարհներ, գազաֆիկացում եւ այլն եւ այլն։ Եվ թեև այո չեմ կարող չհամաձայնել, որ Շիրակի մարզը ամենաաղքատ
մարզերից մեկն է, այդ թեմային ես առիթ կունենամ անդրադառնալու, բայց այդ մասին գոնե պարոն Մեսրոպ Մանուկյանը պետք է չխոսեր, քանի որ դալիճում չէ։ Կամավոր ատեստավորումը գործընթաց է, որը շատ կարևոր է։ Կարևոր է ոչ թե մեզ համար, որովհետև մենք չենք դրանով կարևորվում։ Կարևոր է այն փոքրիկների համար, որ պիտի սովորեն դպրոցներում եւ գնացել են գիտելիք ստանալու։ Դպրոցը սոցիալական խնդիր լուծելու վայր չէ, դպրոցը կրթական միջավայր է, եւ գնացեք Հայաստանի Հանրապետության բոլոր դպրոցները, գյուղական, քաղաքային, տեսեք թե ինչ լաբորատոր սարքավորումներ ունեն այդ դպրոցները, ինչ միջավայրում են երեխաները բնագիտական առարկաները սովորում։ Մենք տեսել ենք եւ առաջին շարքում նստած երկրորդ նախագահի օրոք դպրոցները եւ ՀՀԿ-ի ժամանակ տեղի ունեցածը դպրոցներում։ Երբ որ հասարակ, չէ ձեր Նարեկ Կարապետյանի հայրը Կարկառուն հանրապետական է, դրա համար եմ անդրադառնում։ Եվ ասեմ ձեզ մի բան, երբ որ դպրոցում ամենափոքր փորձը անելու համար միջոց չկար, գնացեք տեսեք, բացեք կառավարության 850N որոշումը, կարդացեք, դժվար չէ, կարդացեք, տեսեք ինչ միջոցներ են հատկացվում դպրոցներին, ինչի համար են հատկացվում։ Ես հասկանում եմ իհարկե դա ձեզ համար դժվար է, որովհետև հեշտ է գալ այստեղ սևացնել։ Ձեզ թվում է թե գուցե այստեղ աշխատող չկա։ Երեք ես ուսուցիչ էի, երեք ես դպրոցի տնօրեն էի, եւ ես իմ գործընկերներին խոստացել եմ, բոլոր նրանք, ովքեր կփորձեն սևացնել կառավարության արածը կրթության ոլորտում, անպայման պիտի արժանանան հավուր պատշաճի վերաբերմունքի։ Սիրելի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, առջևում սեպտեմբերի 1-ն է։ Այն լաբորատոր սարքերը, որ եկել են Երևանի դպրոցներ, սպասում են ձեր փոքրիկներին։ Սպասում են, որպեսզի նրանք դրա միջոցով էլ ավելի մոտենան գիտությանը, որովհետև կրթությունը պետության հիմքն է։ Կրթությունը մեր պետության հարատևության հիմքն է։ Եվ կրթության պակասի հետևանքները մենք այսօր այստեղ զգում ենք։ Իսկ ինչ վերաբերում է պարոն Մամիկոն Ասլանյան, քիչ առաջ դուք ելույթ եք ունենում, խոսում եք բարեկիրթ լինելու մասին։ Այո, մենք բարեկիրթ ենք։ Եվ համապատասխանաբար ակնկալում ենք, որ ձեր քաղաքական թևում ներկա բոլոր անդամները լինեն բարեկիրթ։ Եվ եթե մեզանից ակնկալում եք բարեկրթություն, իսկ ես այլ ձև չգիտեմ մարդկանց հետ հարաբերվելու, ուրեմն բարի եղեք ձեր որոշ ընկերների